Ես նախաձեռնությունը առաջացավ, քանի որ մի քանի անգամ մենք առնչվեցինք այս 5 տարիներին տոների հետ կապված որոշ փոփոխությունների եւ հիշատակի օրերի, երբ որ նայեցի ես մեր տոների վիճակը, թե ինչպիսին է օրենքում, պատկերավոր ասած, գյուղի հին տան հետևի մասում չերևացող տեղում նետված առարկաներ ոնց որ լինեն մեր տոները։ Ասենք կանանց տոնի շարքում ավելացվում է, չգիտեմ, ինչ-որ կանանց տոնի հետ կապ չուներ մեկ այլ տոն եւ այսպես առաջին միտքը որ եկավ այդ կարգի բերելու ընթացքում է որոշեցի մի քանի առաջարկներ անել, որոնք ավելի տեղին կլինեն, այդքան էլ ճիշտ առողջություն եւ մնացածը կայքում նայել եք, ուսումնասիրել եք, հիմնական բաները ասեմ, ինչ տոներ եմ եւ հիշատակի օրեր, ամենակարևորը, որ կարծում եմ մենք ունենալով նավասարդի նման տոն, այդքան հին, շատ ազգեր ուղղակի կերազեն նման օր ունենան ու այդ օրը չընդգրկել մեր տոնացույցում, կարծում եմ ոչ միայն մեր հայրենակիցների, այլև աշխարհի շատ բնակիչների համար անհասկանալի կլինի ունենալ այսպիսի գանձ ու չօգտագործել, այն էլ օգոստոսի 11-ին եւ երբ որ մենք խոսում ենք այսօր է կառավարությունում ենք խոսում տուրիզմի զարգացման մասին, օգոստոսի 11-ը հրաշալի օր կլինի նավասարդը նշելու եւ Հայաստան հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց կանչելու համար։ Առաջարկել եմ նաեւ, որ մեռելոց օրերը մեռելոց օրերը 5 մեռելոց օրերը եւս տոնացույցում ընդգրկվի։ Այստեղ ես նայել եմ կառավարության առաջարկները, որ առաջարկում են ինչ-որ այլ լուծումներ, քան ոչ աշխատանքային օրնա, դա իմ համար էական չի։ Կարևորը մենք արձանագրենք այդ օրերը եւ այս ընթացքում այդ լուծումները կգտնենք։ Ես համաձայն եմ կառավարության ներկայացրած այդ առաջարկների հետ, որտեղ առաջարկում է այլ լուծում գտնել, քան ոչ աշխատանքային օրն է։ Առաջարկել եմ նաև տոն օրեր սահմանել ազգային փոքրամասնությունների համար իրենց իսկ առաջարկով կառավարությունը այդ օրերը ամրագրի, ասենք մեր ազգային փոքրամասնությունները կառավարությանը ներկայացնում է, որ մեր այսինչ օրը մեր համար պետական մակարդակով նշվող տոն պետք է լինի, որ գործատուներն էլ դպրոցներում էլ համալսարաններում էլ իմանան, որ այդ օրը օրինակ, ասենք, այս կամ այն համայնքի համար տոնական օր է։ Առաջարկում եմ նաև մեր այս շատ կարևոր է, որ մենք ունենանք այս ամրագրումը տոնացույցում մարզերի եւ Երևանի օր, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ օրինակ Տավուշեցին Վայոց ձորի մասին գրեթե ոչինչ չգիտի եւ եթե սոցիոլոգիական հարցում անենք, կպարզվի, որ օրինակ Տավուշեցիների ընդամենը 4%-ն է եղել Վայոց ձորում եւ Վայոց ձորցիների, ասենք 2%-ն է եղել Տավուշում անեն Թիֆլիս գնալուց։ Այսինքն մենք պետքա այս ամրագրումով նպաստենք, որ հայ մարդը Հայաստանը սկսի ճանաչել։ Եվ այս միտքը կարևոր գաղափարենա, որ ոչ թե օրինակ, որ Տավուշում կամ չգիտեմ, ասենք Գեղարքունիքում այդ օրն է, այդ օրը գնանք Սևան կամ մեկ այլ, ասենք, գավառ, չէ, ես նպատակը էսա, որ այդ օրը ամբողջ Հայաստանում, դպրոցներում, համալսարաններում, բակերում, հրապարակներում նշվի այդ մարզի օրը, այդ մարզը ներկայացնի իրեն ինչ ունեն, ինչ չունեն, դա կխթանի համ ներքին տուրիզմը, համ էլ մենք մեզ կճանաչենք։ Ի վերջո երկար ժամանակ պետություն չունենալով մեր մոտ շատ նեղ վատ հայրենասիրություն այն, որ զեմլյակություն է ձևավորվել։ Ասենք կողքի գյուղին ինքը ոնց որ խորթ է շատ նայում, որովհետև երբ որ պետություն չունես, այդպիսի կայսրություններ, այդպիսի բան են զարգացնում, որ
ազգը միաբանված չլինի։ Ես կարծում եմ, այս կառավարությունը ներկայացրել է, որ ես շարքը գրել էի հերթականությունը, կառավարությունը գրել էր, որ պահպանենք Երևանի համար հոկտեմբերի 2-րդ շաբաթը, այդ ընդունելի է, մենք դա կփոխենք, ասենք Երևանին 2 շաբաթ առաջ կբերենք, մնացած ես նենց եմ կազմել, հաշվի առնելով նաև այդ մարզերի կլիմայական պայմանները, որովհետև հիմնական միջոցառումները բնականաբար տվյալ մարզում պիտի լինի, որ ըստ կլիմաների էլի, ասենք որ հարմար լինի նշելու համար բացօթյա միջոցառումների ժամանակ։ Հիմնականում սա էր, եթե հարցեր լինի կպատասխանեմ, եթե չլինի մնացածը լրիվ կայքերում եւ այլն դրած է, եւ ես ձեր շատ ժամանակ չխլեմ, այսքանը։